Ողջունում եմ բոլորին եւ հիշեցնում այսօր 17:00-ից սկսած Երջանկություն Արցախի Տիգրան Ղուկաբյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի շենքի Մամիկոնյան ցածրին գտնվող շենքի դիմացի հատվածում հավաքվելու անհրաժեշտության մասին ես երեք նշել եւ այսօր շարունակում եմ պնդել, որ այլ ճանապարհով հասնել Տիգրան Ղուկաբյանի գործով արդար նախաքննության կամ օբյեկտիվ նախաքննության ուղղակի հնարավոր չէ։ Այսօր Տիգրան Ղուկաբյանը քննիչին մատնանշելու է առնվազն երկու ոստիկանների, այսինքն բացահայտելու է նրանց անհատական տվյալները, անուն, ազգանուն, պաշտոն, կոչում, ովքեր իր նկատմամբ գործադրել են բռնություն։ Ինչ վերաբերում է հավաքի մասնակիցներին եւ կազմին, ապա նախ շնորհակալություն ենք հայտնում երեկվա մասնակիցներին, նկատել ենք, որ նաև ներկայացրել են արցախյան որոշ պաշտոնյաներ, մասնավորապես Ստեփան-Գետի քաղաքապետը, մարդու իրավունքների պաշտպանը, վնասների կոմիտեի նախագահ, որոշ պատգամավորներ նաև Հայաստանի ազգային ժողովից, ինչևէ, հավաքի մասնակիցների եւ հավաքի անհրաժեշտության մասով Տիգրան Ղուկաբյանը նաև իր խոսքն ունի հասցեագրելու բոլոր արցախցիներին եւ հենց հիմա առաջարկում եմ լսել նրան։ Կարծիքն կախոսում։ Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել երեք ովքեր եկել են ինձ աջակցության պատգամավորներ, ով եկել է ինձ աջակցության ժողովրդին։ Հիմա ես ուզում եմ ձեզ մի հատ հարց դիմեմ արցախցիներին, որ 50,000-ներ ալնում, պաշտոնական կռիվներ ալնում, սա հավաքում եք, գնում մի մարդու նման կռիվ տալիս։ Հիմա ես որպես արցախցի ամեն տուժված ընտանիքին, ամեն պատերազմի, ամեն ընտանիքիս անդամը մասնակցել է, ոչ մեկ չեմ հասկանում, չի ուզում գա իմ կողս կանգնի, բա որ հարցը եղել է մեր երկրի պաշտպանության ամբողջ իմ եղբայրներ, թե հորքուրի տղա, թե մորքուրի բարեկամ, ով եղել է եկալ տղավարի կանգնալ մեր հողի մեծ հավասար պաշտպանալ։ Հիմա քիչ եք դուք գալի կանգնում իմ կողը։ Նորություններ եմ լսում, որ մարտի 29-ին 50,000-ների եւ բողոքի հավաք եք կազմակերպում, բա եկեք իմ կողս կանգնեք հավասարի մեջ, պահանջեք, որ արդար ըլնի արդարություն, որով որ ինձ խոշտանգել է, ծեծել է, հայհոյել է, ինչ ասել է, եկեք կանգնեք իմ ու իմ փաստաբանի կողքին իմ հետ հավասար կռիվ տվեք, ոնց որ իմ ընտանիքս է կանգնալ Արցախի եւ ես հայ ժողովրդի համար կանգնալ կռիվ տուալ։ Ես ստե ոչ ուզում եմ ինչ որ որ ասում է, բան անեմ, ստե մենակ իմ խնդրան կսենա, որ այդ մարդկանց համապատասխան օրենքը պատժի։ Եկեք մեր կողը կանգնենք ու իմ փաստաբանի կողքին հավասար մեր հետ իմ իրավունքները պաշտպանեք։